Հարգելի հայրենակիցներ, ողջույն, տեսանյութ հրապարակվեց, որին ծանոթացանք, որտեղ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գլխավոր ամբիոնից հանդես եկող իշխանական ճակերտավոր պատգամավորը Հասմիկ Հակոբյանը զրպարտանքներ են հնչեցրել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության նախագահի հասցեին, ինչի շուրջ եւ ուզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ, չնայած նրան, որ մեր դիրքորոշումը այն է, որ մենք ամեն զառանցանքի չենք պատասխանելու, այնուամենայնիվ տվյալ կինը, անձը իրեն թույլ է տվել ավելորդ եւ ոչ կոռեկտ հայտարարություններ անել, նախ անդրադառնամ այդ տիկնոջը, եթե սուրճ դնելը այնպիսի կարիերային աճ ապահովել, որ հայտնվել ես ազգային ժողովում, որպես պատգամավոր, դա չի նշանակում, որ կարելի է Հայաստանի Հանրապետության համար մեկ ամբիոնը օգտագործել ուղղակիորեն սուտ խոսալու համար, չնայած որ ակնհայտ է, որ գործող վարչախմբի համար սուտ խոսելը քաղաքական ուղի է եւ գիծ է, բայց այնուամենայնիվ բարոյական նորմեր կան, որոնք չի կարելի անցնել ուղղակի։ Ուրեմն ինչ է ասում տվյալ անձնավորությունը, նշում է, թե անդրադառնալով ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին, ասում է, թե Հայոց Համազգային Միասնության նախագահան, դե ինքը անունով է դիմում, ես ինձ թույլ չեմ տա նրան կրկնեմ, որովհետև լեքսիկոնը բավականին ցածր մակարդակի վրա է տիկնոջ, նշում է, որ Միրան Պողոսյանը ներկրել է Հայաստան տոննաներով նարկոտիկ եւ այլն, աղջիկ ջան, եթե դու մի բանից տեղյակ չես, եթե դու չես հասկանում ինչի մասին ես խոսում, քո լեզունով է քաշել անիմաստ, աննպատակ հայտարարություններ անես։ Ուրեմն ինչ վերաբերվում է ներկրված թմրամիջոցներին, ես որոշակի մանրամասներ հայտնեմ, բոլորդ գիտեք այդ դեպքը, երբ Հայաստան է ներկրվել մեկ տոննա խմբաքանակով մոտավորապես թմրամիջոցներ, որի մասին Հայոց Համազգային Միասնություն կուսակցության նախագահ Միրան Պողոսյանը իմանալով, որ տեսնելով, որ իր պահեստում է հայտնվել նշված խմբաքանակի թմրամիջոցները, ուղիղ կապնվել էր ազգային անվտանգության ծառայություն եւ տվյալ թմրամիջոցները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանձնել էր իշխանությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը մասնավորապես, որպեսզի պարզաբանվի, թե որտեղից է թմրամիջոցները հայտնվել ապրանքի մեջ, որը ներկրվում է Հայաստան, մասնավորապես դա եղել է բանանի, ուրեմն խմբականակ, որը ամեն տարի ներկրվում է, երկար ժամանակ ինչ այդ բիզնեսը գործում է եւ դրա մեջ հայտնաբերվել էր թմրամիջոցներ։ Այս թմրամիջոցների ուրեմն հայտնաբերման պահից ի վեր Միրան Պողոսյանը տեղեկացրել է համապատասխան մարմիններին։ Բոլորը ամեն ինչ հասկացել են։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենից բռնած հասկացել են, թե ինչ է, ոնց է հայտնվել դա ուրեմն բանանի արկղերի մեջ եւ շնորհակալություն են հայտնել Միրան Պողոսյանին այն բանի համար, որ նա 1 տոննայից ավել թմրամիջոցները հանձնել է պետությանը։ Բոլորը ամեն ինչ հասկացել են, ուղղակի երբ գործող վարչախմբի պարագլուխը պետք է օգտագործեր դա իր հերթական ստի քաղաքական նպատակներով իր հերթական սուտը խոսելու համար, դա սկսվեց շահարկվել, թե իբր Միրան Պողոսյանը ներկրել է եւ այլն եւ այլն։ Ուրեմն դա Միրան Պողոսյանը չի ներկրել, աղջիկ ջան, եթե դու դա չես հասկացել մինչեւ հիմա, ես եւս մեկ անգամ ասեմ։ Դա հայտնաբերվել է Միրան Պողոսյանի պատկանող ընկերություններից մեկի ուրեմն մեքենայի մեջ, այսինքն բեռնախցիկով, որով որ ֆուրով եւ այլն ինչով, որ ներկրվել է Հայաստան, ինչի մասին Միրան Պողոսյանը անձամբ ինքն է հայտնել իրավապահ մարմիններին, ոչ թե դուք եք գնացել բռնել, որ հիմա ասենց հիմար հայտարարություններ անեք, այլ ինքն է դա հայտարարել, ինքն է դրա մասին առաջինը խոսել, ինքն է դա հանձնել պետությանը, ակնկալելով, որ գոյություն ունի նորմալ պետություն, ակնկալելով, որ Հայաստանի Հանրապետությունը որփի գլուխ չի,
բայց ձեր պարագլուխը որոշել է դա շահարկի, իսկ դու քո կոֆե դնող հալով կներեք բառիս համար որոշել ես, որ պետքա մտնես այդ թեմայի մեջ։ Ուրեմն քո պարագլուխն էլ լավ գիտի այդ որտեղից է հայտնվել, քո պարագլխին ենթակա մարմինն էլ, նորմալ մարդիկ, ովքեր որ գիտակցություն են, ովքեր առհասարակ տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել, բոլորը գիտեն դա ոնց է ներկրվել Հայաստան։ Դրանից հետո հայտարարության հիման վրա, երբ որ դա հանձնվել է ազգային անվտանգության ծառայություն, դրա հետևից գնացել են, դա Իտալիայում է հայտնաբերվել, դա առհասարակ պետք է Հայաստան չգար, սխալվել են դրել են այդ մեքենայի մեջ եւ այլն եւ այլն եւ այդպես շարունակ, դա ասում են, որպեսզի հասկանալի լինի, որ մանիպուլյացիաներ անել, հիմար հայտարարություններ անելով չեք կարողանալու Հայաստանի Հանրապետության ժողովրդին համոզել, որ դուք այդպես մաքուր եք, լավն եք։ Հարց ձեզ, դե որ այդքան տենց խելացի եք, խոսում եք թմրամիջոցներից։ Մի հատ կասեք իմանանք, ինչ եղավ 1 տոննայից ավել կոկայինի 270 կիլոգրամը։ Կարող է քաշած իշխանավորները դա վերցրել են, օրինակ, հարց եմ տալիս։ Հնարավոր է այդպիսի բան լինի, որովհետև երբեմն մենք տեսնում ենք ոչ ադեկվատ մարդկանց եթերներում եւ ես կասկածներ ունեմ, որ կարող է ինչ-որ բան են քաշել։ Այս հարցին պատասխանեք եւ երկրորդը, եթե դուք հայտնաբերել էիք թմրամիջոցներ, տոննաներով, ինչպես որ դուք ասում եք, գործը ինչի դատարան չեք ուղարկում։ 2 տարի անցել, քրեական վարույթ է նախաձեռնվել իբրև թե մարդկանց հետ հետախուզում եւ այլն, 2 տարվա մեջ գործը ինչի չի գնում դատարան, իսկ կարող է չեք կարում ուղարկեք, որովհետև որևէ ապացույց չունեք ձեր զառացանքների, որով որ դուք հանդես եք գալիս, դու ու քո պարագլուխը, առհասարակ բան է, Ալեն Սիմոնյան, տիրություն արա, հա դրան, ես գիտեմ, որ դա որտեղից է, ինչ է եւ այլն, Հասկացանք, կոֆե դնողներին մարդ չեք ունեցել, ասենք, տարել եք, դրել եք ազգային ժողովի պատգամավոր, բայց դաստիարակեք մարդկանց, ասեք, որ չի կարելի սուտ խոսալ, ազգային ժողովի ամբիոնը ախոր չի, որով ինչ ուզենա, մեջը գնա գորգռա։ Ուրեմն տիրություն արեք ձեր կոֆե դնողներին, ում որ բախտի բերմամբ թե պատամամբ դարձրել եք ազգային ժողովի պատգամ, եւ մի թույլ տվեք զրպարտանքներով հանդես գան։ Որովհետև այդ հայտարարությունները պետք է ունենան հետևանքներ։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եմ ասում, այդ գնացեք հարցրեք այդ տիկնոջը։ Ասեք աղջիկ ջան, որ դա ասում ես, բայց 2 տարի է անցել։ Գործը դատան ինչի չի մտնում։ Որովհետև չեք կարող մտցնել, որովհետև ապացույց չկա, որովհետև հիմնավորում չկա։ Մարդը իր մոտ ինքը հայտնաբերել է, դուք չեք բռնել սահմանին դա ձեր, չգիտեմ, օպերացիայի շնորհիվ չի հայտնաբերվել, որ տես դուրս գաք մեծ խոսակ։ Մարդը ինքը իր պահեստում հայտնաբերել, ամոթ ձեզ, որ էդի հասել է առհասարակ պահեստ, դուք պետքա դա ճանապարհին արդեն տեսած լինեիք, եկել հասել է պահեստ, մարդը հոժար կամքով տեսել է, որ նման բան կա, տարել հանձնել է, հերիք չի, դուք գնացել եք, ասենք, հիմար հայտարարություններ եք անում, տոննաներով թմրամիջոց եւ այլն, ամոթ է, Ալեն Սիմոնյան, տիրություն արա սուրճ դնողիդ, որպեսզի այսպիսի իրավիճակներում չհայտնվեք։ Շնորհակալություն հարգելի հայրենակիցներ, կխնդրեմ ուղիղ եթերով կիսվել, որովհետև սա կարևոր է, մենք սովորաբար աշխատում ենք չարձագանքել նման մարդկանց, բայց քանի որ այս մարդը հայտնվել է ազգային ժողովի պատգամավորի աթոռին, ստիպված ենք նաև այսպիսի մարդկանց արձագանքել, լավ որ եմ մաղթում հարգելի հայրենակիցներ, ցտեսություն կհանդիպենք։